ժողովուրդը պատերազմ ասողներին չի ընտրելու, ժողովուրդը Ղարաբաղ ասողներին չի ընտրելու։ Ինչու՞։ Որովհետև սուտ է դա, իրատեսական չի։ Իրատեսական չի, առաջիկա 5-10 տարում ոնց պիտի անես, որ ով է քեզ այդ զենքը տալու, աշխարհքաղաքական որ կենտրոնն է կասեցնելու Թուրքիայի առաջ խաղացումը, այս հարցից պատասխանեք։ Եթե դու ռազմական կոնֆլիկտի մեջ մտար Ադրբեջանի հետ ու Ադրբեջանը դիցուկ ընկրկեց, նահանջեց, Թուրքիան աջակցելու է նրան։ Ով է պահելու Թուրքիայի հարձակումը Հայաստանի վրա։ Ինձ ասեք տեսնեմ։ ՆԱՏՕ-ական Ամերիկան, ՆԱՏՕ-ական Թուրքիային, ով Իսրայելն է պահելու Թուրքիային, ով Ֆրանսիան է պահելու Թուրքիային, թե Ռուսաստանը եւ նա ով պահելու է։ Դու ինչ ես դրա դիմաց, այդ պահելու դիմաց վճարելու ու ումով ես վճարելու, ում բալով ես, ում բալեքով ես, ում զավակներով ես վճարելու, ում արդյունքներով ու արունով ես վճարելու, ում անկախությամբ ու սուվերենությամբ ես վճարելու։ Այնպես որ անող եք, արեք, իսկ հանրությունը բայց դա հայտարարելու չի։ Իրոք դա անողները դա չեն հայտարարում։ Իրոք դա անողները դա անում են, իսկ հայտարարելուց առաջնագծից են հայտարարում։ Ազգալդյանը, որ խոսում էր Արցախը, Հայաստանը եւ վերջ, Ազգալդյանը չէր եկե օպերայի հրապարակում կամ լայվի կոճակը միացնել կամ Նոյան Տապանի տաղավարում տենց հայտարարություններ անում։ Նա ինքնաձիգը ուսին ռազմաճակատում կանգնած Մոնթեն որ խոսում էր ինքնաձիգը ուզին ռազմաճակատում կանգնած ասում էր որ եթե շրջենք կորցնենք Արցախը կշրջենք հայոց պատմության վերջ տենց բանը այդպես են ասում ես տարիներ շարունակ աշխատել եմ այսքան անկեղծ չխոսել տարիներ շարունակ բայց երբ դուք ադար դոտ գլուխ եք որ ձեզ պետք է այս աստիճան անկեղծ ասել ով դա ասեց իմ համար դա բանա ինչ ասեմ վիսկշկայա դուրս պրծուկա, իսկական անողը, սուս, ասում 29,800, ինչ, ստորագրեք, ինչ ուզում ես ստորագրի, դու ինչ ուզում ես ստորագրի, տուր ինձ, քաղաքական, ռազմական, ֆինանսական աջակցություն, քաղաքական, աշխարհ աշխարհի որ կետն ես ուզում, մի հայկը գտնեմ, որ ընդ է ինքնորոշման կարիք է, զգում, եւ ազգերի ինքնորոշման իրավունքը մի ձև կբերեմ ու կներկայացնեմ, դու տուր այդ իրեքը, ունես, չունես, հիմա ինչ ես ուզում, մի անգամ էլ փորձես տան գլուխը ջարդեն, ասեն սրանց հետ անհնար աստ է ապրել, անհնար է, դեմիլիտարիզացիան այդ ժամանակ կտեսնեք, դեմիլիտարիզացիան, որ քեզ թույլ չեն տա, որ դու զենք ունենաս, էդի գիտես երբ կտեսնես, երբ որ մի անգամ էլ տան գլուխը ջարդեն, իսկ քանի գլուխը չեն տվել ջարդեն, գլուխդ կախ, աշխատի, հզոր, ներքինից հզոր կառուցվածք ստեղծի երկրի ռազմական բալանս վերականգնելով եւ մարդու իրավունքները, տնտեսական ազատությունն ու հզորությունը, քաղաքական ազատություններն ու կարգն ու կանոնը վերականգնի երկրում։ Ձեր այդ ասածը այս իշխանության հետ հնարավոր է թե ոչ եւ երկրորդը, եթե հանրությունը Արցախը վերադարձնելու այդ թեզին, ընդդիմության թեզին չի հավատում եւ չի ընտրելու հետեւաբար, նշանակում է հանրությունը հավատում է Ադրբեջանի հետ խաղաղությանը։ Երկու հարցին կխնդրեմ պատրաստ։ Չեմ կարծում, թե հանրությունը հավատում է խաղաղության օրակարգին եւ Ադրբեջանի հետ բայց գոնե հանրությունը նախահարցակ, այսպես հանրությունը այս սողացող էս վիալը տիկուշի ոնց կլինի, այս պրոցեսին ավելի գերադասում է սա, քան ռեալ բացահայտ ինչ-որ մարտակոչերը քաղաքական դաշտում, մարտակոչերը ռազմաճակատում, զորքերում, բանակում, դա լավ է, դա նորմալ է, բայց քաղաքական դաշտում մարտակոչերով հանդես եկող գործիչներին ժողովուրդը լուրջ չի վերաբերվում, ու ճիշտ անում, ես էլ լուրջ չեմ վերաբերվում։ Հիմա այս իշխանությունների հետ հնարավոր է այդպես գլուխը կախ աշխատել, տնտեսական, ռազմական զարգացում ապահովել եւ Ոչ, այս իշխանությունները չեն հասկանում այդքան բան։ Ես մի օրինակ մենակ ասեմ, 2 օր առաջ Աղազարյանը խոսում էր այն մասին ազգային ժողովում, Աղազարյանը ասում է, որ ավտորիտար առաջնորդ է դառնում Նիկոլը կամ դարձել Հայաստանը ավտորիտար ռեժիմի տակ է տանում ու հետևից խոսում էր արդեն Հայկ Կոնջորյանը, որը եթե չեմ սխալվում, իրանց քաղաքական թիմի ղեկավարն է ազգային ժողովում, խմբակցության ղեկավարն է, Հայկը խոսում է ու ասում է բանը, դիկտատորը լրիվ ուրիշ բան է,
տոտալիտար համակարգը դա լրիվ ուրիշ բան է եւ ավտորիտար համակարգը լրիվ ուրիշ բան։ Ուզում ասեմ իրան քաղաքական իրանց հասնությամբ իսկի դիկտատորն ու բանը տոտալիտարն ու ավտորիտարը չեն տարբերում իրարից։ Այս տեսակ այս մակարդակի քաղաքական ուժը, որի խմբակցության ղեկավարը մեջների խելոքն է հասկանում եք, բանը այս մակարդակն է, նրանք ինչ գործ ունեն ընդհանրապես նրանք կարող են ինչ որ հասարակական ՀԿ սարքեն, հասարակական կազմակերպություն զբաղվեն այդպիսի հարցերով, բայց մեծ ստրատեգիական մասշտաբի խնդիրներ ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանի ոչ իրեն, ոչ իր թիմի խելքի բանը չի։ Ես ուշադիր այս պահը չեմ ասում որպես ընդդիմադիր խոսք հնչեցնելու համար, ամենայն հարգանքով դա ձեր խելքի բանը չի ժողովուրդ, ու դուք նույնիսկ մարդկայնորեն այնքան սնանկ գտնվեցիք հոգով, այնքան ոչ թե հոգով աղքատ Աստվածաշունչի ասած, դա բարոյապես այնքան սնանկ գտնվեցիք, որ նույնիսկ չհամախմբեցիք կարող ուժերին, գոնե հրապարակ տայի կամ հնարավորություն տայի կարող ուժերին, որ իրանք գոնե մասնակցեն այս 7 տարի մսխատ ժամանակի մեջ գոնե որոշակի ինստիտուտներ կամ որոշակի կրթություն քաղաքական հասնության մասով ժողովրդի մեջ ավելացնեն։ Դուք դա նույնիսկ դա չարեցիք, մենակ մենք լինենք, մենաշնորհած լինենք, մրցակից չունենանք, թող մրցակիցը լինի ենթադրենք նախկիներից մի այնպիսի կերպար, որին ժողովուրդը ատելով գա իրենց ընտրի։ Գյումրի ընտրություններում էլ կարծում եմ Վարդան Ղուկասյանի տեխնատությունը եւ նրա շուրջ, չնայած նա ինքը այսպես ավելի էկրաններին ավելի լավ է նայվում, ավելի հետաքրքիր է նայվում, միապաղաղ չի։ Բայց օրինակ հիմա էլ պիտի վախացնեն Վարդան Ղուկասյանով, եկեք ենթադրենք։ Հիմա ձեր տպավորությունը ինչպիսին էր բանավեճին, գիտեմ որ հետևում էիք, շատերն էին հետևում, բոլորի ուշադրությունը կենտրոնացած է լինելու Գյումրի ընտրությունների վրա։ Հիմա ակնհայտորեն կարևոր նշանակություն ունի 2026-ի ընտրությունների համատեքստում։ Տեսեք, Գյումրու ընտրությունները տեղական ինքնակառավարման ընտրություններ են, դա գյումրեցիների ընտրություններն են։ Այս ընտրություններում ես վեդեցի եմ։ Հասկանում եք, ես գյումրեցի չեմ, ցանկացած մեկ ով գյումրեցի չի, այս ընտրությունը կոպիտ ասած, իրեն չի վերաբերվում։ Հետևաբար դժվար է նաև կանխատեսել։ Չէ, կանխատեսելով։ Հետևաբար որևիցե խոսք ասել, թեկուզ ես արդեն մի փուճուր դրվագ ասեցի, թե ինչպես են իրեն կառուցում իրենց քարոզչությունը, հա, այ տեսեք, այսպես կլինի, եկեք մեզ ընտրեք։ Այ ընկեր, դուք իշխանություն եք, դուք իրավապահ համակարգի ղեկավարն եք։ Այդ ոնց կարա ուրիշ ձև լինի։ Ով ուզում է ընտրվի օրինակ Գյումրիում։ Կլինի բռնություն, ենթադրենք, չգիտեմ, կաշառակերություն կամ օրինակ քրեական բարքեր, ենթադրենք։ Ոնց դուք մեռել եք, ձեր իրավապահ համակարգը չկա, անշնչացել է, կենթանության նշաններ չի տալի, ոնց կարա տես բան լինի։ Հասկանում եք։ Նայեք ընտրություններում ինչ քարոզարշավում, ինչ են օգտագործում, ինչ խոսույթ են օգտագործում։ Ահա, այսպես են արել թալաներն, քանի հոգի է դատվի այ ընկեր։ Քանի բան կա։ Նույնը այդ բաների առումով, զինվորականների առումով, որ երեխաներին փախցրել են Ղարաբաղից։ Քանի հոգի է դրա համար դատվի։ Համ ոչինչ չեք արել, համ պոպուլիստական նույն հեքիաթն եք պատում։ Հերիք եղավ։ Հələ թող կոպիտը ես լինեմ իշխանություն, ով ուզում է լինի։ Աշխարհում վերջի հանցագործը լինի ինչ որտեղ ղեկավար։ Ոնց կարա նա մի բան ապօրինի անի։ Ոնց կարա անի։ Բա դու որպես վերահսկող ով ես այնտեղ։ Չկաս։ Քո հանրապետության, քո դատախազության, քո ԱԱՑ-ի, քո ոստիկանության, քո հատուկ, չգիտեմ, քնչականա ինչա, դրանց հսկողության տակ չեն այդ ամեն ինչը։ Դրանց հսկողության տակ են։ Բա էլ ինչ եք խոսում։ Այս ինչին ընտրեք sense կլինի, այն ինչին ընտրեք sense կլինի։ Բա դուք ինչացու եք տանձի փոչեք։ Հասկանում եք։ Հանրությունն էլ իր հերթին հավատում է այդ հեքիաթին։ Դե հանրությունը հենց հիմա ես իշխանությունը կանի այն ինչ ուզում է, պարոն Մանասյան։ Հենց հիմա ես հաշվի դասախոսություն եմ կարդում, հա, հանրությանը, որ հարգելի հանրություն, իշխանությունը ուրեմն sense։ Ունենք մի 5 րոպե։ Իհարկե։ Ուրեմն իշխանությունը մի մարդու ձեռը չեն տալիս։ Ես հիմա ժողովրդական լեզվով կասեմ, դասական քաղաքագիտության մի քանի սկզբում։ Մի մարդու ձեռը չեն տալի։ Իշխանությունը բաժանում են թևերի՝ գործադիր ազգային ժողով։ Կներեք, օրենսդիր ազգային ժողով, գործադիր մեր դեպքում վարչապետ կառավարություն եւ դատական համակարգ։ Այս 3 թևերի, սա հորիզոնական բաժանումն է։ Իշխանությունը նաեւ ուղղահայաց բաժանում ունի։ Հանրապետական մասշտաբի կառավարում եւ տեղական ինքնակառավարում։ Ինչպես
գործադիրը, օրենսդիրը, դատականը իրարից անկախ են մի սահմանադրության տակ։ Նրանցից ոչ մեկը ոչ մեկի շեֆը չի։ Ոչ մեկը այնպես էլ տեղական ինքնակառավարումը վերևի ենթական չի։ Նրանք ինքնագլուխ առանձին մարմին է, նրանցից վերև մի բան կա, սահմանադրություն։ Ուշադիր, իշխանության թևերը բաժանվում են հորիզոնական եւ ուղղահայաց։ Մեզ մոտ առնվազն երկու շերտ կա, դա հանրապետական մասշտաբ եւ տեղական ինքնակառավարում։ Սա կարևոր է հասկանալ։ Հետո որ հանրապետական մասշտաբից ստեղ միջամտելը դա նույնն է, որ օրենսդիրից կամ միջամտեն դատականին կամ չգիտեմ գործադիրից օրենսդիրին։ Սա նման բաներ է, այսա մենք հələ որ չգիտենք, չենք պատկերացնում։ Ավելին ասեմ, հիմնադիր զավակները հիմա նոր սահմանադրության նախագծով են զբաղվում, իհարկե ծանր մեծ ու երկար աշխատանք է, բայց ամենայնպես հիմնադիր զավակների նախաձեռնությունը հիմա դրանով է։ Ոստեղ մենք մտածում ենք այն մասին, որ տեղական ինքնակառավարումը արդյոք թույլ տան կուսակցական պայքարի դաշտ դառնալու։ Թե մարդիկ այդպես անհատապես մասնակցեն, որովհետև դա գյումրեցիների ՔՊ-ի ներկայացուցիչ նույնիսկ կուսակցական տոմսը դնում է մի կողմ, գալիս է որպես, օրինակ Սարիկ, որպես Սարիկ մասնակցում է։ ՔՊ-ն այդտեղ չկա, չի գալի, չի խոսում, ընդ ՔՊ-ականները, չգիտեմ, նրանք առանձին տեղական ինքնակառավարումը դա տեղի ժողովրդի ավտոնոմ հարցն է, առանձին հարցն է։ Հիմա երբ որ Գյումրու մեջ մենք ուզում ենք ասենք, դա ինչքանով է կարևոր։ Կարևոր է այնքանով, որ այսքան բանը մենք կհասկանանք, որ սա տեղական ինքնակառավարման առանձին բան է։ Օրինակ, գիտեք, օրինակ, բանը տեղական ինքնակառավարման պետական մարմին է հանդիսանում, թե ոչ։ Հեռուստադիտողներին այդ հարցը տամ։ Տեղական քաղաքապետարանը, գյուղապետարանը, դա պետական մարմիններ են հանդիսանում, թե ոչ։ Իհարկե ոչ։ Դրանք պետական մարմիններ չեն, դրանք տեղական ինքնակառավարման հանրային իշխանություն են, դրանք պետական իշխանություն չեն, դրանք հանրային իշխանություն են, իսկ մենք մինչև հիմա մեզ թվում է, դրանք պետական մարմիններ են, պետությունը, դա պետություն չի, դա հանրությունն է, դա տեղական առանձին, լրիվ առանձին ինստիտուտ է։ Եթե այս մոտեցմամբ մոտենանք հարգելի գյումրեցիներ, ես մի բան ընդամենը կհորդորեմ, մասնակցեք ընտրություններին, ընտրեք Չարյաս փոքրագույնը, բայց ձեր քվեն դրսևորեք, դա ձեր իշխանությունն է, դրսևորեք ձեր քվեն, թող դա սխալ լինի, թող 10 օր հետո ձեր ընտրած անձը ինչ-որ ղալաթ անի, դա ձեր ընծած սխալ ընտրությունը չի, դա գոյություն ունող սխալ իրավական համակարգն է, որ ցանկացած մի ղալաթ անողի պատասխանատվության չի ենթարկում, դա գոյություն ունեցող ընտրովի արդարադատությունն է, դա գոյություն ունեցող դատական համակարգի թերություններն են։ Դուք սխալ չեք կարող ընտրեք, դուք գնացեք ու մեկին Չարյաց փոքրագույն ընտրեք, մասնակցեք, սա լուրջ պրոցես է։ Վարչապետը Գյումրու քաղաքապետի շեֆը չի։ Երևանում կառավարությունը Գյումրու քաղաքապետարանի հետ նույն սահմանադրության տակ կանգնած նույն ինքնավարությունը ունեցող մեկը մյուսի վրա ունի փոխադարձ զսպման եւ վերահսկման մեխանիզմ, ազդեցության մեխանիզմ, բայց չունի ուղակի շեֆություն, ուղակի նրա ղեկավարը չի։ Դուք մանդատ եք ստանալու հենց ձեր ընտրողից եւ գնացեք ձեր քվեով այդ մանդատը տվեք մեկին որպես զորավարժություն։ Համարեք սա որպես զորավարժություն։ Ամբողջ Հայաստանի համար օրինակ ցույց տվեք տեղական ինքնակառավարման մարմինը ոնց են ընտրում, լավ թե վատ, որպես զորավարժություն, վաղը լինելու են էլի ընտրություններ։ Ավելին ձերնից գողացել են մի ընտրություն ամբողջ հանրապետության մասշտաբով, որտեղ տեսեք քաղաքապետի տեխնացուները ներկայացնում, բայց ավականիների ընտրությունն է, չէ՞։ Բան չի ավականիների ընտրությունը առանձին չի, քաղաքապետի ընտրությունը առանձին, որ քիչ մասնակցեն ընտրության, որ ժողովուրդը սթրվի առաջ, երբ որ կանայք չեն ունեցել ընտրելու իրավունք, դա գիտես ինչ մի պատմություն ա եղել, ինչ մի ձեռքբերում ա եղել, կանանց տվել են ընտրելու իրավունք, այդ էլ ոչ թե խտրականություն ա եղել, այլ զենքով են ընտրելու իրավունք տվել են նրանց, ովքեր կյանքը դնում են պետության համար, էս է հարցը եղել։ Դրանից առաջ սեփականություն ունեցողն է ընտրություն իրավունք։ Դրանից առաջ, չգիտեմ, ստրուկները չեն ունեցել ընտրության իրավունք։ Ժողովուրդ ընտրության իրավունքը
քվեարկելու իրավունքը, դա լուրջ իշխանություն է, լուրջ արտոնություն է։ Մենք ուղղակի որպես բոշա ժողովուրդ, կներեք, որ սենց եմ ասում, ոնց որ անվտանգության գոտիները, որը ի սկզբանե դա գյուտ է եղել, ասենք այն մեքենան, որ ունի անվտանգության գոտի, այնի ավելի հարգի է եղել, քան այն մեքենան, որ չունի անվտանգության գոտի, բայց մենք որպես բոշա ժողովուրդ, այդ արտոնությունը, անվտանգության այդ առավելությունը, էլիս են շպրտում ենք, միայն չենք օգտագործում, չէ՞ կամ երբեմն չենք օգտագործում, բայց դա ինձ կյանք է, առողջություն, այլ քծի էլի, հիմա այդ քվեն քեզ տվել են, դա իշխանություն է, քեզ մարդու տեղ են դրել, այ մարդ, դու քեզ մարդու տեղ դիր, գնա այդ քո քվեն օգտագործի, մեկի օգտին, չարյաս փոքրագույնին ընտրի, կապ չունի ում ես համակրում, ում չես համակրում, չարյաս փոքրագույնին ընտրի ու ցույց տուր, որ տեղական ինքնակառավարումը, որ Գյումրին ունի տեղական ինքնակառավարում, ունի որոշակի ավտոնոմիա երկրում, որտեղ իր համար ինքն է որոշում, ոչ թե իջևանցին կամ վեդեցին։